Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Պարոն Սարգսյան, բարև ձեզ։ Ձեր խոսքը կասեք այսօրվա հետ կապված։ Եվ ձեզ համար այսօր եռատոն է, թե միատոն։ Պարոն փոխնախարար, ձեզ ենք հարցնում, կասեք ձեզ համար այսօր ինչ տոն է եւ ինչ ուղերձ ունեք հղելու այսօրվա հետ կապված։ Եռատոնի հետ կապված, եթե եռատոն է ձեզ համար։ Ունեմ խաղաղության ուղերձ եւ բոլորի շնորհավորում եմ նաեւ այսօրվա հետ կապված։ Նաեւ Շուշիի ազատագրման հետ կապված։ Հարգելից։ Շնորհավորում եք Շուշիի ազատագրման հետ կապված, պարոն փոխնախարար, դուք ռազմական կառույցի բարձրաստիճան պաշտոնյա եք եւ տարիներ շարունակ նշել եք Շուշիի ազատագրման օրը նաեւ։ Ես այսօր ընկալում եմ իբրև աշխարհին ուղերձ խաղաղության եւ համերաշխ ապրելու որպես խորհրդան։ Իսկ բոլորից ցանկանում եմ, որպեսզի խոհեմ գտնվենք եւ մեր գործողությունները կատարենք այնպես, որպեսզի խաղաղություն տիրի։ Թե տարածաշրջանում, Շուշին հանձնելուց հետո այլևս չեք կարողանում խոսել Շուշիի ազատագրման մասին, տոնել դուք այն մանիպուլացնում եք եւ ցանկանում եք ինչ որ ձևով ներքաշել, ինչ որ ախր սա մեր սրտում սա միշտ եռատոն է եղել, պարոն Սարգսյան։ Դուք էլ եք նշել սա, ես վստահ եմ դուք տարիներ շարունակ եկել եք այստեղ նաև Շուշիի ազատագրման համար, ճիշտ է։ Արցախյան պատերազմում տարած հաղթանակի համար։ Հայաստանի վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Ադրբեջանը տեղեկություն է փոխանցել կրակոցների վերաբերյալ։ Դե խնդրեմ ասել իրենց կրակոցների վերաբերյալ, թե այսպես կոչված հայկական կողմի կրակոցների վերաբերյալ։ Մեր լրատվական ծառայության պետը տարածքում է եւ եթե բայց դուք ավելի բարձր եք իրենց պաշտոնը։ Դուք պարոն Փորոսյանից ավելի բարձր կարգավիճակ չունեք, պարոն Սարգսյան։ Պարոն Սարգսյան, լավ, իսկ ինչ է պետք անել, որպեսզի Շուշին հետ բերեն եւ նորից եռատոն դառնա։ Թե այդպեսի մտադրություն չունեք։ Իդեպ պարոն Սարգսյան, նախորդ տարիներին գալիս են այստեղ վրաներ լինում, մեծ շուքով պաշտոնյաները շփվում էին զինվորականների հետ, վետերանների հետ, այսօր շատ անշուք է անցնում։ Հələ Շուշին մի կողմ էլի, ոնց որ թե ծանր է այդ թեման ձեզ համար։ Ինչու այսպես հապշտապ եկաք ու գնացիք։ Նախարարը չխոսեց, դուք չեք խոսում։ Պարոն Սարգսյան, ցավոք սրտի ազգային ժողովի լիֆտերը չկան, որ արագ հեռանաք դրա համար ստիպված եք հանդուրժել մի քանի րոպե եւս մեր հարցերը։ Հանդուրժեմ, ես համբերատար մարդ եմ, դուք հարցը տվեք, դուք պատասխանը ձեր գլխում ստացեք, ոչ։ Չէ, դե ես իմ գլխում պատասխաններն ունեմ, բայց որ ասեմ դա ձեզ դուր չի գալու, դրա համար ես ուզում եմ ձեր պատասխանները ցույց տալ։ Ուրեմն մի ասեք։ Դրա համար հարց եմ տալիս, չեմ պատասխանում։ Հարցին պատասխանելը դա կարծեմ յուրաքանչյուր պետական պաշտոնյայի իրավունքն է։ Բայց նաև պարտականություն է, որ հանրության հետ շփվեք մեր միջոցով։ Հանրության հետ ցույց տաք, թե արկա է, նույնիսկ միգուցե ավելին, քան պետք է։ Իմ բարակայում մեքենան շատ է հեռու, հասկանանք դες ինչքան եք տանջելու։ Ինչ չեք տանջում։ Դե ուրեմն գնացինք։ Պարոն Սարգսյան, ամեն դեպքում կասեք, ձեր սրտում դեռ եռատոն մնացել է։ Ասում։ Մի քիչ էլ ու բան չմնաց։ Ձեր սրտում դեռ եռատոն մնացել է, թեկուզ հոգու խորքում տանը միայնակ որ լինում եք։